Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք Շիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երգի 2-րդ գլուխը։ Ուտավան ինքը սկսեց պատասխանել Վիդուրայի հարցերին եւ մենք տեսանք, որ ինքը հիմա քննարկում է, թե ինչպես է գալիս Գերագույն Աստծո ազնվորությունը, դու ամենևս այստեղ մեր մոլորակ, հա, ինչպես է ինքը այստեղ գործում եւ ինչպես է հեռանում։ Ուտավան ինքը առաջին հերթին խոսեց նրա մասին, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է, բոլորը չի, որ հասկանում են, թե ով է եկել։ Եվ սա իրականում հոգևոր դաշտում շատ կարևոր խոսակցություն է, չէ՞, որովհետև այո, իհարկե, աթեիստները իրենք մշտական վարում են խոսակցությունը այն տեսանկյունից, որ եթե Աստված կա, ապա ինչու իրան ոչ մեկ չի տեսել, կամ ասենք, բա որտեղ է ինքը, չէ՞, եւ ուրեմն մենք մի կողմից հույսով եմ, որ դուք հիշում եք, որ բավականին մանրամասը քննարկել ենք, թե իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը ինչ դիրք է ընդունում նյութական աշխարհում եւ ամենակարևորը որ պատճառով է նա դա անում, չէ՞։ Ուրեմն մենք դες հետ խոսեցինք նրա մասին, որ իրականում կենդանի էակները, որոնք իրեն գալիս են նյութական աշխարհ, իրենց ամենագլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ իրանք այս նյութական աշխարհ գալիս են հենց ուրեմն իրականացնելու անկախությունը Գերագույն Աստծո ազնվորությունից։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդունում է կենդանի էակների այդ ցանկությունը եւ պահում է իրան համապատասխան այդ ցանկության, այսինքն շարունակելով ուրեմն ամեն ինչը անել կենդանի էակի փոխարեն, հա, ընդհանուր մինչև սեփական մարմինը շարժելու հնարավորությունը Գերագույն Աստծո ազնվորությունը թաքնվում է, որպեսզի կենդանի էակները ունենան անկախության իլյուզիա։ Շատ հաճախ, երբ որ արիացիները իրենք անվանում են այս աշխարհը իլյուզիայի աշխարհ, մարդիկ դա մեկնաբանում են այդպես, որ սա մի աշխարհ է, որը իրականում գոյություն չունի։ Կարող ենք ասել, այո, ինչ որ իմաստով դա հենց այդպես է, որովհետև մենք դեռ հիմա շուտով կմտնենք փիլիսոփայության մեջ եւ դուք կտեսնեք, որ այնտեղ Կապիլա Դևան ինքը առաջ կքաշի այդ գաղափարը։ Ինքը առաջ կքաշի այն գաղափարը, որ նյութական աշխարհը դա կենդանի էակի մղձավանջն է, հա։ Եվ այդ իմաստով այդպես ռեալ գոյություն չունի, բայց ինչքան որ մղձավանջն է թվում կենդանի էակին այդ պահին միակ իրականությունը, այդքան էլ նյութական աշխարհն է ընկալվում որպես միակ իրականություն։ Բայց իմաստի հոգեբանության տեսանկյունից, երբ որ արիացիները իրենք ասում են, որ սա իլյուզիայի աշխարհն է, նրանք նկատի ունեն առաջին հերթին այն հանգամանքը, որ այստեղ կենդանի էակը ունի անկախության իլյուզիա։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը թաքնվում է, եւ այդ թաքնված վիճակում կենդանի էակը ինքը զարգացնում է այդ պատրանքը, որ ինքը անկախ է։ Ուրեմն, եւ եթե արդեն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ նպատակով է արարել նյութական աշխարհը, ուրեմն երբ որ ինքը գալիս է այս աշխարհ, հասկանում եք, այստեղ շատ մեծ նրբություններ կան։ Երբ որ ինքը գալիս է այս աշխարհ, ինքը հետապնդում է երկու նպատակ։ Առաջինը դա նա է, որպեսզի հոգևոր մարդիկ, անկեղծ, իրական հոգևոր մարդիկ, այլ ոչ թե կրոնական աղանդավորները, հա, ուրեմն իրական հոգևոր մարդիկ, իսկ մենք արդեն հույսով եմ, որ հիշել ենք, ես ամեն անգամ դա հիշեցնում եմ, որովհետև վախենում եմ, որ այդ բառակապակցությունը բոլորը չի, որ ընկալում են այնպես, ինչպես այն իմաստով, ինչ իմաստով, որ դա օգտագործում էին արիացիները։ Իրենք ասում են, որ ցանկացած կազմակերպված կրոն դա աղանդ է, որովհետև ընդհանուր առմամբ կրոնը կարող է լինել միայն մի հատ։ Եվ եթե ինքը բաժանված է, ինչքան էլ ուզում է այդ կրոններին հետևեն միլիարդավոր չէ, տրիլիարդավոր անձնավորություններ, դա մնում է աղանդ։ Ինչու՞։
որովհետև բաժանում է հոգևոր մարդկանց։ Եվ սա անմիջապես նշանակում է, չէ, բաժանման սկզբունքը դա աթեիստների սիրված սկզբունքն է։ Բաժանիր, որպեսի իշխես։ Եվ դա միշտ նշանակում է, որ իշխանության գլխին այդպիսի կրոնական շարժումների աթեիստներն են, որոնց այդտեղ իշխանությունն է հետաքրքիր։ Եվ հազարավոր, միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ գնում են այդ նյութական գաղափարների հետևից, արհամարելով իրական հոգևոր կյանքը, այսինքն աշխատանքը իրենց ներքին աշխարհի վրա։ Եվ այսպիսով ուրեմն իրական կրոնական անձնավորությունները, չէ, իրանք պետք է որ միավորված լինեն։ Եվ երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը գալիս է, ինքը ունի այդ խնդիրը, որպեսզի իր անկեղծ նվիրալները, իր անկեղծ հոգևորականները իրեն ճանաչեն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սովորական անձնավորություն չի, հասկանում եք։ Ինքը սովորական անձնավորություն չի, եւ դա նշանակում է, որ մինչև ինքը թույլ չտա, մինչև ինքը համաձայն չլինի, ոչ մի կենդանի էակ նյութական աշխարհի ապրող չի կարող ընկալել, թե ինքը ով է։ Սա իհարկե մի կողմից ահավոր բարդացնում է թեման, որովհետև սովորական մարդը ինքը պարզություն է ուզում։ Ինքը ուզում է, հիմա ոնց որ ինձ եք տեսնում, ինքը ուզում է այդպես տեսնել Աստծուն, անկախ նրանից, թե ինքը հոգևոր է, թե հոգևոր չի, թե ինչ է, թե ոնց է։ Բայց իրականում հասկանում եք հոգեբանության տեսանկյունից կներեք, սա շատ կարևոր կետ է, որ մենք պետք է կարողանանք հասկանանք, թե ինչի հիմքի վրա է ընդհանրապես գերագույն Աստծո անձնավորությունը գործում նյութական աշխարհում, չէ՞։ Եվ դա հենց մենք է, որ իրան թույլ չենք տալիս, որպեսզի ինքը այստեղ արտահայտվի, հա, եւ դա մեր ցանկությունը կատարելով է, որ ինքը թաքնվել է։ Հասկանում եք։ Եվ այո, դրա համար իր համար սկզբունքը մնում է շատ պարզ։ Նրանք, ովքեր ուզում են հասկանալ, գիտակցել, որ ամեն ինչում կախված են ինձանից, ես նրանց առաջ հայտնվում եմ։ Նրանք, ովքեր իրականում իրաց սրտի մեջ չեն ուզում եւ անկախություն են ուզում, ես ինձ պահելու եմ այնպես, որ իրանք մինչև վերջ մտածեն, որ ես չկամ, հա, որ իրանք ազատ են անեն այն ինչ որ իրանք ուզում են, հասկանում եք։ Եվ այդ բանը, որ եթե ինքը կա, ինչու ես չեմ տեսնում, չէ, դա իրականում անգրագիտությունից է գալիս այդ մոտեցումը, որովհետև ոչ մի նյութական գիտակցություն ունեցող կենդանի էակ, այո, չի կարող տեսնել Աստծուն, սա բացառված է։ Դա եւ մենք տեսնում ենք, որ 5000 տարի առաջ գերագույն Աստծո ազնվորությունը, կամ եթե նույնիսկ դուք չեք հավատում կամ չեք ընկալում, որ դա հենց ինքը գերագույն Աստծո ազնվորությունն էր, այսպես ասեմ, հա, արարչի մարմնավորումը ինձ համար արդեն մեկ է, աստվածային ծագում ունեցող մեկը, հա, այստեղ կանգնած էր բոլորի աչքի առաջ։ Եվ Ութավան ասում է, բոլորը չի որ ընկալեցին, թե ով էր այստեղ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ, սա իրականում շատ կարևոր թեմա է։ Եվ ամենագլխավոր թեման, որտեղ մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք այն ներքին տրամադրությունները, որով կենդանեակը ինքը պետք է մտնի։ Մենք հիմա քննարկում ենք ներքին էթիկան, իրական հոգևոր անձնավորության, չէ՞։ Եվ այդ էթիկայի մեջ մտնում է այդ հասկացողությունը, որ ոչ մեկ իր ուղեղին զոր տալով, կներեք արտահայտությանս համար, չի կարող ստիպել Աստծուն, որ Աստված արտահայտվի։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ունի իր պայմանները։ Հասկանում եք։ Ինքը ունի իր պայմանները, թե ինքը ում առաջ է հայտնվում։ Եվ ամենագլխավոր պայմանը, որ ինքը դնում է կենդանեակի առաջ, դա մաքրությունն է։ Արարչի տեսքով ինքը կարող է
արտահայտվի բացառիկ բարոյականություն ունեցող մարդկանց առաջ, որտեղ բարոյականության հիմքերը ինքը նկարագրում է Բհագավադ Գիտայի 13-րդ գլխի 8-ից 12 տեքստերում։ Հասկանում եք, այսինքն ովքեր ինքը ասում է այս խոնարհները, համեստները, բռնությունից ազատ կենդանիակները, համբերատարները եւ պարզ ապրողները դա նրանք են, այսինքն դա է այն որակները, որով ես համարում եմ, որ այդ կենդանիակը գիտելիքի մեջ է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, եթե ազնվորությունը ինքը գոռոզ է, ամբոստ է, կոպիտ ասած, Աստծո կամքին ենթարկվող չի, մսակեր է, խմելու, ծխելու հանդեպ հակում ունի, այսինքն տգիտության գոյավիճակի սովորություններ ունի, դա արդեն իսկ ներքին անմաքրություն է, որը արտահայտվում է ամեն օրվա սպանությամբ։ Հասկանում եք, այն կենդանիակը, որը ինքը այդպիսի երևույթների հետ գործ ունի, ինքը երազել անգամ չի կարող։ Հասկանում եք, որ ինքը ինչ-որ Աստծո հետ գործ ունի, Աստծո հետ խոսում է, Աստծուն լսում է, այդքան էժանացնել Աստծուն, որ ինքը ամեն մի այստեղ ուրիշ բառեր են էլի գալիս, որը չեմ ուզում, չի կարելի ասել էլի, որտեվ կարող եք ասեք, մտածեք, որ հիմա էլ ես եմ գոռոզը։ Չի կարելի Աստծուն այդքան էժանացնել։ Մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նյութական աշխարհը ստեղծել է հենց այն կենդանիակների համար, որոնց գիտակցությունը մաքուր չի։ Ինչն է ինքը համարում անմաքրություն։ Էգոիզմը։ Հասկանում եք, էգոիզմը։ Եվ երբ որ կենդանիակը ինքը էգոիստ է, իր այսեցեն ամենամազի ծայրից միջև ոտքի ծայրը, այդպիսի անձնավորության հետ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ խոսում է, ոչ արտահայտվում է, ոչ էլ ընդհանրապես ինչ-որ մի բան է անում, որտեղ հենց իրենցից է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհում թաքնվել է։ Հասկանում եք, եւ նրանք, ովքեր հաստատված են հոգեվոր պրակտիկայի մեջ, չէ՞, այդ որ ես այդ խոնարհություն, համեստություն, ahimsa, համբերություն եւ պարզությունը, դրանք հոգեվոր մարդու այն ամենացածր մակարդակն է, հասկանում եք, ամենացածր, դրանից ցածր հոգեվոր մարդ գոյություն չունի։ Դրանից ցածր ազնվորությունը, եթե ինքը նույնիսկ ներգրավված է կրոնի մեջ, ինքը դեռ հոգեվոր մարդ չի։ Ինքը մարդ է, որը փորձում է դառնալ հոգեվոր։ Քանի դեռ ինքը այս 5 որակները չի վերցրել, ինքը հոգեվոր մարդ չի, որտեղ հոգեվոր մարդը դա առաջին հերթին նշանակում է, նա ով ընդունում է Աստծո կամքը։ Իսկ նա ով ընդունում է Աստծո կամքը, այդ ներսից, ոչ թե ձևական, ներսում, իր ներսում ռեալ ընդունում է, ինքը ձեռք է բերում եւ համեստություն, եւ համբերություն, եւ խոնարհություն, հա? Հասկանում եք, եւ բռնությունից ազատվում է, բռնության հանդեպ հակում ունենալուց ազատվում է եւ պարզ կյանքի մեջ է հաստատվում։ Հասկանում եք, մարդիկ միշտ մտածում են, որ պարզ կյանքը դա նշանակում է, որ մարդը ինքը պետք է լինի աղքատ։ Այդ գաղափարից պետք է դուրս գալ։ Գերագույն Աստծո անձնավորությունը համենայն դեպս ըստ արիացիների մենք բազմիցս քննարկել ենք։ Ասում են դարմա արտա կամա մոքշա, հա, այսինքն, երբ որ կենդանիակը ինքը վերցնում է բարոյականության, աստվածային բարոյականության օրենքները, հա, եւ կատարում է հոգեվոր ծիսակատարությունները, առաջի բանը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը անում է, դա համապատասխան կենդանիակի դիրքին իրեն տնտեսական զարգացում է տալիս։ Առաջի հերթին, երկրորդ հերթին ցանկությունների իրականացում, հետո նոր նյութական աշխարհից ազատագրում։ Հասկանում եք, այս շարանը, որը շարում են արիացիները, իրենք բացարձակապես կոտրում են այն ստերեոտիպները, որը մենք ունենք հոգեվոր դաշտի կամ հոգեվոր մարդկանց հանդեպ։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս, հիմա, ուրեմն, այստեղ Ուտավան ինքը շատ կարևոր գաղափար է քննարկում, որը ինքը շատ լուրջ հասկացողություն է ուզում։
մենք պետք է հասկանանք, որ փսոր կենդանի էակը, հիմա արդեն կներեք, ասեմ այնպես ինչպես կա, հա, այն մենք փսորներս չենք կարող ոչ մի հարցում Գերագույն Աստծո անձնավորությանը պարտադրենք։ Եվ ինքը մեր ճորտը չի, որ մենք այդպիսի մի հատ գոռոզ արտահայտություն ասենք, եթե ինքը կա, բա ինքը ուր է։ Հա, հիմա ես կներեք կոպիտ ասեմ, էլի, իսկ դու ով ես, որ դու որոշես, թե Գերագույն Աստծո անձնավորությունը երբ որտեղ ում առաջ կհայտնվի, ում առաջ չի հայտնվի, ում հետ կշփվի, ում հետ չի շփվի։ Եվ որ ինքը իր կամքը պարզ արտահայտել է։ Եվ եթե դու խոնար անձնավորություն ես եւ ուզում ես հանդիպել Աստծուն, դու պետք է դու պիտի կատարես այն պայմանները, որը ինքը դնում է կենդանեակի առաջ, որպեսզի կենդանեակը ընդհանրապես թույլ տա իրեն երազել, որ կարող է Գերագույն Աստծո անձնավորության տեսնել։ Հասկանում եք, այստեղ խոսակցությունը սև ու սպիտակ է։ Կան ինչ-որ տեղեր, որտեղ ուրիշ ոչ մի գույն չես կարող խառնել, ոչ մի զիջողության չես կարող գնալ, որտեղ պետք է հասկանանք մենք ում հետ գործ ունենք։ Հասկանում եք, եւ պետք է տեսնենք, թե ինչպիսի գոռոզության բարձրունքից ենք ընդհանրապես վերաբերվում Աստծո հետ։ Հասկանում եք, ոսես ինքդ քեզ համարում ես, որ դու եսի միջերի արժանի ես, ու Աստվածն էլ քո ճորտն է, որ հենց որ դու ուզեցար, առաջդ կանգնի, ասի, լսում եմ Տեր իմ, ինչ եք հրամայում ինձ։ Հասկանում եք, այդ տրամադրություններով Աստծուն ընդհանրապես հնարավոր չի մոտենալ։ Մենք պիտի հասկանանք իր դիրքը։ Եվ դրա համար, այո, դրա համար է, որ հոգևոր կյանքը, երբ որ սկսվում է, այդ տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ, այդ բան էլի, ոնց ասեմ, էլի, այդ ներքին պիտի ստիպված կոպիտ բառ ասեի, նուրբ բառ եմ մանգալի։ Այդ ներքի անհարգալից վերաբերմունքը, որը կենդանեակները այդ գոյավիճակներում ունեն, ընդհանրապես իրենցից դուրս ամեն ինչի հանդեպ, հասկանում եք, այդ իրավիճակով ոչ մեկ չի կարող համարի իրան հոգևոր մարդ։ Եվ դրա համար է, որ այդ նախասկզբնական ուրեմն փուլում ինքը նախատեսված է նրա համար, որպեսզի կենդանեակը իրեն վերադարձնի Աստծո հանդեպ հարգանքը։ Չէ՞։ Եվ հենց դրա համար է, որ մի կողմից էլ, որ տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ գտնվող անձնավորություններին, որոնք իրանք ներքին այդ հարգելու ունակություն ընդհանրապես չունեն, հա, կարող են նույնիսկ Աստծով վախեցնել։ Ինչի համար, որ հաջորդ քայլով սովորեցնեն հարգել։ Ես այդ երկու բաները, ինստրումենտները երբեք չեմ օգտագործում, որտեղ ես չեմ սիրում։ Այո, ես սիրում եմ Աստծուն, ու այնպիսին է, ինչպիսին է ես իրան ճանաչում եմ, ես վստահ եմ, որ եթե ինձ հաջողվի ներկայացնել Աստծուն, ինչպիսին ես եմ իրան ճանաչում, ցանկացած անձնավորություն ինքնըստինքյան հարգանքով կլսվի իր հանդեպ։ Որովհետև իրականում Գերագույն Աստծո անձնավորության բնավորությունը ինքը դե ասել, որ չկտախ բնավորություն ունի, եթե ոչ մի բան չասել է, չէ, որ ինքը կենդանեակներից, այսինքն հələ դաժե գիտեմ, չգիտեմ, հանդիպել եմ, չեմ հանդիպես, աչ կարևոր չի այս պահին։ Հա, այսինքն ուղղակի տրամաբանությունը եթե միացնենք, պիտի հասկանանք, չէ, որ եթե ինքը անձնավորություն է, ինքը ամենակատարյալն է բոլոր անձնավորություններից։ Հասկանում եք։ Եվ եթե մենք չենք հրճվում իրանով, դա նշանակում է, որ մենք իրան չենք ճանաչում։ Եթե մենք իրան չենք ճանաչում, դա նշանակում է, որ մենք այնքան մաքրություն չունենք, որ ինքը արտահայտվեր մեր կյանքում, եւ մենք կարողանայինք գնահատել իր բնավորությունը։ Սա պիտի հասկացվի, չէ՞։ Եվ ուտավան հիմա այդ ամենակարևոր հարցերից մեկն է քննարկում, որ հիմա փաստացի, ես միշտ Հիսուսի օրինակով եմ շարունակում։ Հիսուսը ինքը Աստված չէր, քրիստոնյաները շատ մեծ վիրավորանք են հասցնում Աստծուն, երբ որ Հիսուսին անվանում են Աստված, երբ որ Հիսուսը ինքը, փաստ է, չէ, որ ինքը Աստծո որդին է արտահայտարարված, թե ասենք նույնիսկ այն թե ինքը ինչպես է ծնվել,
այդտեղ ընդհանրապես է փսիխոզք չկա, չէ, որ իմինա աստվածային, ուրեմն սկզբունքը ինքը բեղմնավորեց Մարիամին եւ Մարիամը ունեցավ Հիսուսին։ Հիսուսը ինքը Աստծո որդին է։ Ահավոր լուրջ եւ ահավոր մեծ վիրավորանք է հասցվում Աստծուն, երբ որ Հիսուսին կոչում են Աստված։ Ուրեմն սա կներեք էլի քրիստոնյաներ ջան, բայց էսի սխալ եք անում էլի։ Բան չի էլի։ Ничего личного, հասկանում եք, եթե սխալ է, ուրեմն սխալ է, всё։ Հիմա տեսեք, չէ՞, ուրեմն ինչ է ասում այստեղ Օթավան։ Այդ գաղափարն, ես այդ էի ուզում ասեի, որ Հիսուս ինքը շատ լավ օրինակ է։ Տեսեք, ինքը Աստծո որդին էր։ Ես միշտ այդ հարցը բարձրացնում եմ, որ մի հռոմեացի իրան թույլ կտար մտրակ վերցներ իր ձեռքը եւ մտրակեր ինչ որ մեկի մարմինը, եթե ինքը ռեալ հասկանում էր, որ իր առաջ կանգնած է Աստծո որդին։ Այ որ մեկը իրան դեզվատուլ կտար։ Ոչ մեկ, չէ, բարձ է, չէ, որ չեն գիտակցել։ Իրանք իրան դրել են սովորական մարդու տեղ, որը հասարակություն իրանց իշխանության համար վտանգավոր բաներ է խոսում։ Հատկապես հրյա կրոնականները, հոգևորականները, չէ, իրանք կոնկրետ ռուսերեն ասում են ուգրոզա, վտանգ, այ վտանգ էին տեսնում Հիսուսի առաջ։ Ինչու՞, որովհետև Հիսուսը ինքը եկել էր կենդանի էակի հոգևոր պրակտիկան դարձնել սիստեմայից անկախ։ Միշտ պիտի հիշենք, որ աստվածամեժության դարաշրջանում ամենավտանգավոր մարդիկ դրանք սիստեմայից անկախ մարդիկ են։ Սիստեման ինքը, այսպես, հետևողական ընկնում է այդպիսի մարդկանց հետևից եւ մինչեւ չոչնչացնի չի հանգստանում։ Հասկանում եք, սիրելիներս, եթե դուք տեսնում եք ազնվորության, որը ինքը սիստեմայից դուրս է, ուրեմն եւ դեռ կարողանում է շնչել, ուրեմն միանգամից պիտի հասկանաք, որ ինքը, այսպես է, եթե բացահայտ չի համաձայնվել, որ իրան օգտագործեն, իրան օգտագործում են sense անգիտակցաբար, գաղտնի, ինչ որ մի նպատակներով։ Ու իրան թվում է, որ ինքը ազատ է, որ ինքը սիստեմայից դուրս է, եսի ինչ է, պիտի բան գոյություն չունի։ Որտեղ որ կա սիստեման ինքը անկախներին, դա իրանց համար մահվան վտանգ է։ Եվ իրանք հենց այդ էին տեսնում Հիսուսի դեմս Հիսուսի։ Ինչ էր ասում Հիսուսը։ Ինքը ասում էր՝ մի կախված եղեք այդ սրիկաներից, որոնք այդտեղ առավոտից երեկո հոգևորը առևտրի բան են դարձրել։ Ուղակի գնացեք ձեր տուն, նստեք ձեր անկյունում, ունեցեք ձեր խոսակցություն Աստծո հետ։ Ինքը անձնավորություն է, ինքը ձեր ծնողն է, եւ դա նշանակում է հոգատար է։ Ինքներդ ձեր կապը հաստատեք իր հետ եւ հասկացեք, որ այս կեղծարարների բանին, ասեք, միջնորդության կարիքը դուք չունեք։ Սա էր, չէ, որ գժվացրեց բոլոր հրյա հոգևորականներին։ Եվ ինչու միայն հրյա։ Հիմա հենց այս պահին այն ազնվորությունները, որոնք իրենց քրիստոնյա են համարում, շատերը իրանցից հենց այդ նույն գործողություն, նույն տրամադրությունների մեջ են։ Որ եթե հիմա Հիսուսի անունը չի կարելի շահագործել սիստեմայի համար, այդ ցանկացած մարդ, ով ինքը ձգտում է Հիսուսի անունը շահագործել որպես իր հոգևոր զարգացման հիմք, ռեալ, ինքը անմիջապես հայտարարվում է աղանդավոր։ Այսինքն սիստեմայից դուրս գնա մեռի, всё։ Հասկանում եք, այս բաները մենք պետք է ասած էլի շատ սթափ հասկանանք, թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում, եւ ամենակարևորը, դրանից պետք չի չարանալ։ Որովհետեւ այո, հիմա աստվածամեժության դարաշրջանն է։ Ժամանակը իրանցն է։ Եվ իրանք անում են, ինչ որ իրանք ուզում են։ Հա, հետո ստանում են, ինչ որ արժանի են, բայց անում են, այն ինչ որ իրանք ուզում են։ Եվ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդհանրապես չի խառնվում այդ գործերի մեջ։ Այս այլ պիտի հասկանանք, էլի, որտեղ շատ մարդիկ իրանք սպասում են գերագույն Աստծո ազնվորության բանը, այդ որ ինքը խառնվի այդ ամեն ինչի մեջ, չէ՞։ Բայց ինքը չի խառնվում։ Ինքը չի խառնվում, քանի դեռ կա ժամանակաշրջան, այսինքն այս ժամանակը նախատեսված է իրենց համար, всё, եւ ամեն ցանկացած իրական հոգևոր մարդ ինքը դա պետք է հասկանա եւ պետք է այդ ժամանակի հետ հաշվի նստի, որտեղ այդ ժամանակն էլ է, չէ,
Աստծո կամքը։ Եվ եթե Աստված ասում է, հիմա իրանց ժամանակն է։ Եվ այո, եթե դու հոգևոր մարդ ես, դու կարող ես ցանկացած բռնության, ցանկացած դաժանության, ցանկացած անարդարության ամեն վարքյան հանդիպես։ Հա? Ագրեսիվ դեմոնները պահելու են քո հետ իրենց ֆիզիկական մակարդակի վրա ագրեսիվ, խորամանկները անելու են ամեն ինչ, որ թունավորեն քո կյանքը, առաջի հերթին, որ պատվազրկեն քեզ, երկրորդ հերթին, որ հետո օգտագործեն։ Հասկանում եք, սա է իրականությունը։ Եվ այդ իրականությունից հետո որ ասում են ջայլամի քաղաքականություն պետք չի վարել, բայց ոչ էլ պետք է չարանալ։ Որտեվ եթե կա այդ հասկացողությունը, որ այո, հիմա այդ կենդանի ակների ժամանակն է, եւ խոսակցությունը ինքը միշտ սկսում է այս կետից։ Կներեք մի հատ անջատեմ, էլի։ Հա, խոսակցությունը ինքը միշտ սկսում է այս կետից։ Իսկ ով էր խնդրել ինձ ծնվել բանում։ Աստվածամերժության դարաշրջանում։ Չէ՞ որ ամեն մի կենդանի էակ ինքը ծնվում է այնտեղ, որտեղ որ ինքը դրա համար նախատեսված է։ Եվ ես կարող եմ, այո, այստեղ հանգիստ կարող եմ բերել իմ սեփական օրինակը։ Ես հոգևոր կյանքը ստացել եմ, հա, հենց աստվածամերժության դարաշրջանի մեջ, Տեր Չայտանյայի շարժման մեջ։ Գտել եմ այնտեղ հոգևոր ուսուցիչ, որի ես միշտ ասում եմ, մինչև վերջի շունչս էլ ասելու եմ, որի գիտելիքի, հոգևոր կյանքի մոտեցման տեսանկյունից, չէ, ամեն մի տառը, ամեն մի ստորակետը, ամեն մի գաղափարը, այս այդ շունչս կանգնելու աստիճան սիրում եմ։ Եվ այո, ես արել եմ այդպիսի հայտարարություն իմ հոգևոր ուսուցչի են, որ ես ուզում եմ կյանքից կյանք միշտ իրա հետևից գամ աստվածամերժության դարաշրջան եւ տամ իրա տված գիտելիքը։ Հասկանում եք, միշտ։ Հիմա այդ դրա համար, չէ, օրինակ ես սկզբից այդ հայտարարությունը իրան արեցի։ Այդ պահին ես նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչ լրջության զայավկա արեցի այդտեղ։ Եվ իմ ուսուցիչը ինքը սկսեց ինձ հետ մի հատ այսպիսի խոսակցություն։ Դու ուզում ես հավերժության մեջ գործ ունենաս, որպես հոգևոր գիտելիք տվող աստվածաբեժների հետ, ուրեմն նա հիմա դարձի հոգևոր ուսուցիչ եւ սկսի ընդունել խորամանկներին, դավաճաններին, ագահները, վատ մարդկանց, այսպես, ոչ թե որ բոլորը վատն են, իհարկե ոչ, բայց նաև իրանց։ Եվ ամեն անգամ դու ինձ այդ քննությունն ես հանձնելու։ Դու պատրաստ ես այն մշտական գործ ունենաս այսպիսի անձնավորությունների հետ։ Հասկանում եք։ Եվ մի հատ բանը, որ ինքը սկզբում ֆիքսեց, դա էր։ Ինքը ասեց, ես հասկանում եմ, որ համբերություն այդպիսի մարդկանց հետ գործ ունենալու համար դու ունես, բայց համբերությունը քիչ է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասեք, այո, ես կարող եմ ասել, այո, իսկ ով էր ինձ խնդրել, որ նույնիսկ որպես կոպիտ ասած քարոզուկ, ես գամ հենց աստվածամերժության դարաշրջան։ Ես եմ չեք կպել, որտեղ այդ գաղափարը ինձ հոգեհարազատ է։ Լինել են տարածքում, որտեղ գործում է ողորմածությունը, ոչ թե արդարությունը։ Որտեղ մնացած դարաշրջաններում կա կրոնական պետություն։ Եվ երբ որ կա կրոնական պետություն, դա նշանակում է իր մեջ գործում է արդարությունը եւ այնտեղ քարոզելը, դա երանություն է։ Դրանից ավելի հեշտ բան, քան քարոզել հոգևոր գիտելիքը կամ մատուցել հոգևոր գիտելիքը այն ազնվորություններին, որոնք իրոք հոգևոր զարգացում են ուզում, դրանից ավելի հեշտ բան չկա, որտեղ այնտեղ մենք հիմա ձեզ հետ կամած կտեսնենք, թե արիացիները իրենք ինչպես էին վարվում հոգևոր ուսուցիչների հետ եւ այսպես զուգահեռներ կտանենք։
թե ինչպես են վարվում հոգևոր ուսուցչի հետ աստվածամեժության դարաշրջանում։ Հասկանում եք, եթե այդպես չի էլի, որ չբաց է, պարելով գալիս եք ինչ-որ բան եք անում, դա ահավոր դժվար գործ է։ Ողորմածության դաշտում գործելը այն կենդանեակների հետ, որոնք իրենք այդ ողորմածությունը ոչ, որտեղ ողորմածությունը նշանակում է առաջի ինիցիատիվան, չէ՞։ Այսինքն քեզ չեն խնդրել, դու եկել ես։ Ինչու՞, որտեղ դու գիտակցում ես, որ այստեղ կոպիտանավարի ասեմ էլի, որ այստեղ վարի են գնում, իսկ իրանք չեն գիտակցում, որ վարի են գնում։ Սա է, չէ, ողորմածության էներգիան։ Եվ սա միշտ նշանակում է, որ այդ ողորմածությունը ինքը գալիս է Աստծո, իսկ կենդանեակները հլը դիմադրում են։ Եվ այդ դիմադրության մեջ թե ինչ այլանդակ բաներ կարող են անել, այդ միայն Աստված է վկա։ Հասկանում եք, չէ՞, այսինքն սա շատ բարդ խնդիրներ են, որոնք այսպես էլի ծավալուն մտածելակերպ են ուզում, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ընդհանրապես իրականությունները։ Ուրեմն այն հարցը, որը այստեղ քննարկում էր Թավան, ինքը շատ կարևոր հարց է։ Ով կարող է տեսնել Աստծուն, չէ՞, եւ տեսեք ինքը դա կապեց, ով չկարողացավ գիտակցել ում հետ գործ ունեն։ Նա, ով որ ճգնություններ չի կատարել, այսինքն ով որ այդ ուղությամբ ճիքեր չի գործադրել։ Այնքը իր համար ոնց ուզում է ապրում է աստվածամեժության դարաշրջանում, հա, որտեվ այդ իրադարձությունները իրանք արդեն աստվածամեժության դարաշրջանի շեմին են, չէ՞։ Մենք այս պահը ինքը արդեն այն պահն է, երբ որ պանդավները իրանք հասկացան, որ ինչ որ այնպիսի ազնվորություններ են ծնվում, որ սրանց հետ կրոնականություն հաստատել պրոստը հնարավոր չի, իրանք ոչ մի որակավորում չունեն կրոնով զբաղվելու, եւ 7 ասեց, մեր ժամանակը ավարտվել է, եկեք որ ասում են վեշի սաբիրյոմ ու գնացինք, էլի ստեղից, հա, հասկանում եք, իրանք արդեն գնացել են, չէ՞, եւ դա նշանակում է, որ հիմա այն պետությունը, որի մեջ նստած են Թավան եւ Վիդուրան, որը դեռ համարվում է արեական, բայց միևնույն է, իր մեջ արդեն ծնվում են աստվածամեժության դարաշրջանի համար բնորոշ բնություն ունեցող կենդանեակները, չէ՞, եւ ինքը այ ասեց, այդ դրանք ովքեր որ ճիքեր չեն գործադրել Աստծուն ճանաչելու ճանապարհին, եւ որ ինքը գալիս է, այդ կենդանեակները չեն էլ կարող իրան ճանաչեն, հա, որովհետեւ Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ գալիս է նյութական աշխարհ, ինքը փորձում է պահպանել մի հատ շատ կարևոր օրենք, որ նրանք, ովքեր չեն ուզում Աստծուն, չհասկանան, որ դա հենց ինքն էր։ Հասկանում եք, իսկ նրանք, ովքեր ուզում են Աստծուն, ինքը այնպես է արտահայտվում, որ իրանք հասկանան, որ սա հենց ինքն է։ Հասկանում եք, եւ այդ տեսանկյունից, չէ, հոգեվոր մարդիկ իրանք իդեմս Աստծո գտնում են իրանց համար այսպես շատ մեծ ոգեշնչող բան, պատժկը։ Մի րոպե կբերեք։ Աջակցություն, հա, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ Գերագույն Աստծո ազնվորը ինչու է ինքը այդպես վարվում։ Ոչ թե որտեվ ինքը ուզում է, բան, այսպես աստվածամեժների պատժի, ոչ։ Հասկանում եք, Գերագույն Աստծո ազնվորության ամեն մի քայլը, գիտեք, ոնց ասեմ, էլի, այդտեղ ուրիշ խոսք չի լինում ասել, էլի, Պրաբհուպադը մի հատ լավ խոսք ունի, էլի։ Ինքը ասում է, Գերագույն, вообще ինքը նվիրալների մասին է ասում, ինքը ասում է հոգևոր մարդիկ, իրանք պետք է լինեն աշխարհում ամենա բան բարոյական մարդիկ, հա, այսինքն իրենց պարտականությունների մեջ հաստատված, հա, բռնությունից ազատ, խոնար, համեստ, համբերատար, բան, պարզ կյանքով ապրող, պարզ կյանք միշտ նշանակում է, որ կենդանեակը, եթե ինքը կարող է լինել միլիարդատեր, նվիրալը ինքը կարող է լինել միլիարդատեր, բայց ինքը պարզ կյանքով է ապրում, եթե ինքը ժամանակ ունի հոգևորի համար։ Ինքը անցավ պարզության սահմանը, հենց որ այլևս ժամանակ չի գտնում հոգևորով զբաղվի։ Պարզության սահմանումը սա է, ոչ թե աղքատությունը։
Հիմա սիրելիներ, չէ՞, ուրեմն այս տեսանկյունից մենք պետք է հասկանանք, չէ, որ ուրեմն եւ Գերագույն Աստծո ազնվորությունը իր հերթին ինքը ուրեմն այդ բարոյականների մեջ ամենաբարոյականն է։ Դաժե բարոյական չէ, բարոյականությունը ինքը նյութական աշխարհի համար է, էլի ստեղծված, ինքը սխալ խոսք է հոգևորի հանդեպ մեր մեջ ասած։ Այն անգլերեն մի հատ խոսք կա, էլի, on some большой gentleman։ Հասկանում եք, ինքը վերին աստիճանի նուրբ ներքին էթիկա ունի, որպես անձնավորություն։ Ինքը ահավոր նուրբ է։ Այ հենց այդ հարցերում, թե ով է իր հետ ուզում շփվել, ով իր հետ չի ուզում շփվել իրականում իր սրտում, հա, եւ ինքը ուղակի այդ մի միլիմետրի տարբերությամբ, ասես մի միլիմետր մաքուր սիրուց վերաբերմունքը բանարեց ինքը ամիջապես անհետանում է։ Հասկանում եք, այդ բոլոր պատկերացումները, որ մենք կարող է լինենք ներքին, այն չգիտեմ ինչ լպիրշության ու կոպտության եսիմ որտեղրանք, եւ Գերագույն Աստծո ազնվորության նման նրբությունը կարող է կանգնել մեր առաջ, դա իլյուզիա է։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միայն ոնց ասեմ, էլի բացառիկ մաքրության մեջ է հայտնվում։ Եվ այո, հիմա երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ իհարկե բացառիկ մաքրության տեղը չի, եւ այստեղ ինքը այդ սկզբունքն է պահում։ Այո, շատ լուրջ ինքը այդ սկզբունքը պահում է։ Հասկանում եք, այսինքն որ սկզբունքը ինքը պահում է այդ սկզբունքը, որ կենդանի էակը ինքը ման է, եթե ինքը իր դերսում իրականում իր առօրյա կյանքում չի ուզեցել իրան, ուրեմն ինքը այնպես է գալիս, որ այդ կենդանի էակը նույնիսկ չհասկանա, որ դա ինքն էր։ Չէ, հիմա տեսեք, աթեիստերը կասեն, հա, դե չէ, շատ լավ խորամանկ մարդիկ եք, ոնց ուզում եք ֆրանսնում եք այդ Աստծո գաղափարը, որ արդարացնեք իր բացակայությունը։ Չէ, կարելի է այդպես էլ չմտածել, չմտածեք, որ այդպիսի մարդիկ չկան։ Բայց հիմա ես ձեզ ներկայացրեցի իմաստը, ուզում եմ հարց տամ։ Հիմա եթե ռեալ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սիրում է շփվել միայն մաքրության հետ։ Այդ ճշմարտությունը իր մասին ես ոնց ներկայացնեմ, որ Աստվածամերձը հասկանա, որ խնդիրը աֆերիզմը չի։ Այդ ոնց բացատրեմ։ Տեսեք, այն նույնիսկ հասկացողության մակարդակի վրա ինքը ամիջապես երևում է, չէ՞, որ նա որ իրան չի ուզում տեսնի, ինքը այն ամենանուրբ բացատրությունն էլ եթե տաս, չէ, տեսեք, այն բաց մարդը, որի սիրտը բաց է, որտեղ ինքը ճգնություններ է կատարել անցյալ կյանքերում, իրական հոգևորի մեջ ինչ որ ճիգեր ունի գործադրած, որտեղ ինքը ռեալ ուզում է Աստծո ճանաչել, չէ, ինքը միանգամից հասկանում է ես ինչ եմ ասում։ Հա? Ու փոխարեն մեջը կասկածներ մտնի, ինքը միանգամից հիացմունքով է լցվում Աստծո որակի հանդեպ։ Հասկանում եք, իսկ նյութապաշտը ինքը իր ներսում արդեն այնքան կոպիտ անձնավորություն է, որտեղ դա ինչ է շակալում, ինքը էգոիստ է, չէ։ Էգոիզմը ինքը դա ի՞նչն է, կոպտությունը։ Ուրիշ կենդանիակների հետ հաշվի չնստելու կոպտությունը, դա է, չէ, էգոիզմը։ Հասկանում եք, եւ երբ որ մենք խոսում ենք քաղաքակիրթ մի անձնավորության մասին, որը ինքը երբեք ոչ մի պարագայում, հիմա այսպես, բռնության սահմանը չի անցնի, երբեք այնքան կոպտություն չունի իր մեջ, որ հայտնվի նրա առաջ կամ ինչ-որ գա շփվի նրա հետ, ով որ իրան իրականում չի ուզում։ Հասկանում եք։ Հիմա դե ես ինչ անեմ։ Այսինքն Աստված պիտի այդպիսի որակ չունենար, ինքը պետք է մեր նման էգոիստների նման լիներ կոպիտ, անտաշ,
եսի ինչ հարաբերություններ կառուցող, որ մենք ասենք, այ դա, вот это свой парень, հա? Ոչ, ինքը այս աշխարհից չի։ Ինքը ունի իր շատ խիստ պայմանները, թե ինքը ընդհանրապես ում հետ է համաձայնվում շփվի, ում հետ չի համաձայնվում շփվի, ով կարող է իրան մոտենալ, ով չէ, ուրիշ կերպ, ում ինքը կմոտենա, ում չէ։ Ինքը ահավոր բծախնդիր է այդ հարցերում, ահավոր բծախնդիր։ Հասկանում եք։ Եվ տեսեք, այս է, ու Թավան ինքը դա ասեց։ Ինչ է շակում, նա ով որ ճկնություն չի արել։ Այս է չէ նշանակում, նա ով որ չի փորձել հասկանալ, թե ով է Աստված, նա ով որ ոչ մի ճիքեր չի գործադրել այդ ուղղությամբ, որ հանդիպի իրան, ճանաչի իրան, հա, այն նրան գերագույն Աստծո ազնվորությունը շրջացում է, ու այնպես է շրջացում, որ կողքը կանգնած է, իսկ կենդանիակը չի գիտակցում, թե իր կողքը ով է կանգնած։ Հասկանում եք, ինչպես չէին գիտակցում, թե ով է Հիսուսը, և իդեմս իրա ինչ տեսան, այ Աստծո որդին եկել կանգնել էր, ինչ տեսան իդեմս իրա, մենակ թշնամու, չէ, այնտեղ ով հասկացավ, որ ինքը եկել է փրկի հրեաներին, ով հասկացավ դա, ոչ մի հրեա դա չհասկացավ, որ ինքը հենց առաջի հերթին եկել էր հենց հրեաներին փրկեր, որովհետև հրեաները գնացել էին մի հատ և գնում են մի շատ վտանգավոր գաղափարի հետևից, որ իրանք ընտրյալ են, որովհետև Աստված իրանց ասել է, որ ինքը հրեաների նախանձախնդիր Աստվածն է, այսինքն ուզում եք մաքուր եղեք, ուզում եք կեղտ եղեք, ինչ ուզում եք եղեք, ես ձեր հետ եմ, այս է ասել Իովան հրեաներին։ Հիսուսն եկավ ասեց, ոչ, ընկերներ ջան, դուք սխալ եք հասկանում, լավ ճանապարհ չեք վերցրել։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բոլոր կենդանիակների հայրն է և բոլորը իր համար հավասար են։ Ով լսեց, հրեաները լսեցին Հիսուսին, իրանք Հիսուսի գաղափարը վերցեցին ու դուրս շպրտեցին, սարքեցին ինչ-որ մի հատ ուրիշ բան և կոպիտ ասած դրեցին մարդկության շալակը, իրականում էլի, արդեն սենց էլի, կներեք էլի, առանց ոչ մի խաղերի։ Սա է չէ տեղի ունեցել։ Այդը հիմա ձեր առաջ կանգնած էր, մարմնով կանգնած էր, ինչ արեցիք։ Սա է խնդիրը, ու Թավան հիմա այդ դրա մասին է խոսում։ Հասկանում եք։ Ինչ արեցին, հրեաների ընտրությունը, ինչ եղավ։ Մեզ մյուս անգամ չհամարձակվես ասես, որ մենք հավասար ենք բոլորի հետ։ Մենք քեզ հələ դեռ կապացուցենք, և հիմա արդեն ապացուցե պրծել են, հա։ Մենք քեզ կապացուցենք, որ մենք ընտրյալ ենք։ Больше никогда. Всё. Կարգախոս։ Հասկանում եք, այո, և ասեցին և արեցին, կարող է չարի, ես միշտ ասում եմ, ես իրաց դրանց համար շատ հարգում եմ։ Են Ռայկինի ասած, բալերինկան պտտվում է, ասում իր էներգիան դնե իր բան, էլեկտրոէներգիա բանի համար, էլի, այդ իրանց այդ ճիքերը, որ իրանք գործադրել են, որպեսզի դառնան աշխարհի տերը և ամբողջ մարդկությանը օգտագործեն որպես իրանց համար ստրուկ, չէ, եթե իրանք այդ ճիքերը գործադրեին հոգևոր աճի համար, հիմա այտենց հրյա չէր լինի, որ չլիներ Պարամահամսը, այսինքն բարձրագույն հոգևոր մարդ, հասկանում եք, դե իրանց ընտրությունը դա էր քավիցի, իրանք գիտեն իրանց ընտրությունը։ Ոչ մեկին չենք քննադատում, ճշմարտությունն ենք փորձում հասկանալ։ Հասկանում եք, սա շատ կարևոր թեմա է։ Գերագույն Աստծո ազնվորության ներկայությունը նյութական աշխարհում ով կարող է դա անցալել, իսկ ով ոչ։ Գնում ենք առաջ, սիրելիներս։ Ուրեմն այս տեքստով, անցյալ տեքստով մենք պետք է հասկանանք, որ ամեն մեկը չի, որ կարող է Աստծո ներկայությունը անցալել, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է այնպես, որ այդ կողքդ կանգնած լինի, դու չես հասկանա, որ դա Գերագույն Աստծո ազնվորությունն է։ Վերջ։ Հաջորդ տեքստը։ Ուրեմն տեքստ 3-րդ երգ, 2-րդ գլուխ, 12-րդ տեքստ։
Տերը այս անցավոր աշխարհում հայտնվեց իր ներքին զորության յոգամայայի միջոցով։ Նա այստեղ եկավ իր հավերժական կերպարանքով, որը իդեալականորեն հարմար է իր խաղերի համար։ Տիրոջ խաղերը զարգացնում էին բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր շատ հպարտ էին իրենց արժանինքներով, այդ թվում հենց Տիրոջը, Վայկունթայի Տիրոջ կերպարանքով։ Ահա թե ինչու նրա Շրի Կրիշնայի տրանսցենդենտալ մարմինը բոլոր զարդերի զարդն է։ Ուրեմն հիմա տեսնում ենք, որ այո, իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Բհագավատամը ինքը իր նպատակները հենց ամենասկզբից չի թաքցրել։ Չէ՞, դե հիշում եք, մենք մտանք առաջի երգի 3-րդ գլուխ, որտեղ քննարկվում էին Գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա մարմնավորումները։ Այնտեղ մենք բավականին շատ խոսել ենք, որ մարմնավորումների գաղափարը, այ ես միշտ ասում եմ, եթե նույնիսկ Աստված չկա, Վյասադևան, որը հորինել է այդ գաղափարը, կամ արիացիները, ով որ հորինել է, իսկ Վյասադևան գրանցել, չէ՞, այ ով որ հորինել է այս գաղափարը, ինքը հոգեբանության տեսանկյունից ասել, որ ինքը հանճար է, դա ոչ մի բան չասելն է։ Թե ինքը ինչ մեխանիզմ է գտել, որպեսզի բացատրի, թե ինչպես է տեղի ունենում Գերագույն Աստծո անձնավորության վայելքը այն պայմաններում, երբ որ կա նյութական աշխարհը, որը 24/7-ի վրա պահանջում է իրանից ուշադրություն։ Հանճարեղ գաղափար է ուղղակի, եթե Աստված չկա։ Իսկ եթե մենք հասկանում ենք, որ կա, այդ հանճարեղ գաղափարը հենց իր գլխում էլ որ առաջացել է, հասկանում եք, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ Բհագավատամը ինքը շատ պարզ ասես քնար թվարկեց Սուտա Գոսվամին, չէ՞, որ ասեք, այս, եւ վերջում ասեց Կրիշնաստու Բհագավան Սվայամ, բայց Տեր Շրի Կրիշնան ինքը նախասկզբնական գերագույն անձնավորությունն է։ Այն ժամանակ մենք նոր ենք սկսում խոսակցությունը, եւ ես շատ լարված էի, թե ինչպես ներկայացնեմ այդ տեքստերը, որովհետեւ հասկանում էի, որ համել, ասենք, նստած եմ այն վայրում, որտեղ որ շատ ագրեսիվ են վերաբերվել, այսպես կոչված Կրիշնագիտակցության ուրեմն շարժմանը։ Հիմա այսպես էլի, ինքը շարժումը ես չեմ ուզում քննարկել, թե ասենք ինչքանով էր իրավացի, այդ ամեն ինչը կամ ինչքանով արդարացված էր, իսկ ինչքանով ոչ, բայց ինքը Տեր Շրի Կրիշնայի կերպարը ինքը բան էր, էլի պատվազրկված էր իրականում։ Մարդիկ իրանք չէին հասկանում, չեն հասկացել, թե դրապես ինչի մասին է խոսքը։ Հայերը ամեն ինչ ընկալում են միանգամից այդ տեսանկյունից, եւ ինչու՞ միայն հայերը, բոլորը, ամեն մեկը միանգամից դա հնդիկներնով են, որ մենք իրանց գաղափարները վերցնենք, մենք մեր աստվածներն ունենք, էսի, էության մասին ընդհանրապես ոչ մեկ չի հետաքրքրվում, եւ երբ որ դու նստած ես այդ պայմաններում, եւ եթե դու հավ չես ու հիմար չես, հասկանում ես, որտեղ ես նստած ու մեծ ես խոսում եւ ինչի մասին պիտի խոսաս, այո, իհարկե կան կետեր, որտեղ դու լարված ես, որովհետև հասկանում ես, որ գործ ունես մի բանի հետ, որտեղ նախորոք կարծրատիպ կա։ Ուրիշ բան, երբ որ կարծրատիպ չկա, եւ ես ինչ-որ գայի եւ այսպես 0-ից սկսեի խոսել, չէ՞, բայց երբ որ երևույթը ինքը արդեն արժեզրկված է, արդեն արհամարանքի եւ ագրեսիայի է արժանացել, չէ՞, հիմա առաջի քայլով դու ստիպված ես այդ գաղափարը, որը սկզբից չի հասկացվել, ոտնահարվել է, ցեխոտվել է, երբ որ սուրբ գրվածքի հանդեպ ուրեմն եկեղեցու օֆիցիալ ներկայացուցիչներն ասել են տարեք վառեք, տարեք եւ մարդիկ իրենք օգտագործել են այդ գրքերը ուրեմն բաներում, ասեք, զուգարաններում, հա, մենք ինչի մասին ենք խոսում։ Ես հիմար եմ, չէի հասկանում, թե ես որտեղ եմ այս խոսակցությունը սկսում, հա, այո, ես միշտ հիշում եմ, որ ես խոսում եմ այն մարդկանց հետ, ովքեր կարող էին
սուրբ գրվածքի թերթերը օգտագործել զուգարանում, համարելով դա սատանայից, այսինքն կա կարծրատիպ, Կրիշնան ինքը սատանայից է։ Եվ հիմա ես պիտի կարողանամ այդ խեղճ Կրիշնայի անունը այդ ամբողջ կեղտերից մաքրեմ, բերեմ, բարձրացնեմ դրա տեղը, որպեսզի մարդիկ իրենք հասկանան, թե այդտեղ ինչ իմաստ կա, դա ընդհանրապես ինչի մասին է խոսքը, Կրիշնան ինքը ով է, հոգևոր ճանապարհին, թե դա, ասենք, ինչ գաղափարներ են, ինչ զարգացում են տալիս մարդկությանը, ինչպիսի հիմք են, ոբշիմ, այդ ամեն ինչը ես պիտի բացատրեմ այնտեղ, որտեղ արդեն կա կարծրատիպ։ Եթե դուք կարծում եք, որ դա հեշտ է, շատ սխալվում եք։ Կամ էլ եթե կարծում եք, որ ես այդքան պրիմիտիվ եմ, որ խնդրի լրջությունը չեմ հասկանում, նորից եք սխալվում։ Հասկանում եք։ Ուղղակի այո, ես ամենասկզբից անկեղծ ասել եմ։ Ես համոզված եմ, որ այն գիտելիքը, որը արիացիները ունեին, հիմա հայերին անհրաժեշտ է։ Բայց հիմա արդեն այս պահին, դա էլ արդեն ես միշտ անկեղծ եմ։ Մենք տարիներ շարունակ, եթե դուք ցանկություն ունենաք լսելու, ես պատմելու եմ, չէ՞, եւ դուք համոզվելու եք, որ այդպիսի պահ չի լինելու, որ ես ինչ-որ մի բան մտածեմ կամ ինչ-որ մի մոտեցում ունենամ եւ այդ մոտեցումը չհրապարակեմ։ Ու ես ինչքան որ անկեղծ այն ժամանակ ոգևորված խոսում էի, որպեսզի օգնեմ, հիմա ես այլևս այդպես չեմ խոսում եւ դա անկեղծ ասել եմ։ Արդեն մի քանի անգամ կրկնել եմ։ Հիմա ես խոսում եմ միայն նրանց համար, ովքեր որ հետաքրքրվել էին։ Հասկանում եք, հասարակությունը ընդհանրապես իր ընտրությունը արեց։ Без претензий вообще։ Ամեն մեկը իր ընտրության տերն է, եւ այդ ընտրության արդյունքների տերը նույնպես։ Ես այլևս ոչ մի process-ի համար պատասխանատու չեմ, որտեղ ընտրությունը արվել է։ Հիմա, այստեղ ինչու եմ այսքան խոսում, որովհետև այդ տեքստը, որը մենք հիմա կարդացինք, ինքը շատ կարևոր տեքստ է եւ հասկանալու համար իրականում շատ խորը տեքստ է, չէ՞։ Ինչ ասեց։ Ասեց Տերը այս անցավոր աշխարհում, ոչ թե հանցավոր, այլ անցավոր, այսինքն ժամանակավոր, հա, այս ժամանակավոր աշխարհում հայտնվեց իր ներքին զորության յոգա մայայի միջոցով։ Չէ՞, տեսեք, սա իրականում արական գաղափարախոսության այդ հիմնակար գաղափարներից մեկն է։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է գերագույն Աստծո անձնավորության էներգիաների մասին։ Արիացիները իրենք նախասկզբնականորեն ասում են, բացարձակը ինքը անձ է։ Այդ անձին մենք սովորաբար կոչում ենք Աստված։ Աստված ինքը մեկն է։ Իր անունը, կերպարանքը, այս ինչը, այն ինչը մի հատ է։ Հասկանում եք։ Հիմա, երբ որ մարդիկ իրենք մարդկությունը ինքը հիմնականում գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, այդտեղ խոսում է օրինակ ազգային փառասիրությունը, պետական փառասիրությունը, չէ՞, եւ դրա համար է, որ աստվածամերժության դարաշրջանում Աստծո գաղափարը մասնատվում է, հա, դա կրքի գոյավիճակի ամենավառ գծերից մեկն է։ Գաղափարը մասնատվում է եւ ամեն մի ազգ, ամեն մի պետություն այն աստվածային գաղափարը, որը ինքն է ընդունել, փորձում է առաջ տանել որպես կարևորը։ Ինչի, որտեվ եթե իրանք ընդունեցին, ով ընդունում է այն գաղափարը, որը այդտեղ է, ուրեմն նա էլ իշխում է։ Հասկացաք ինչ են արել հրեաները, եթե աշխարհի ամենահզոր կրոնականությունների քրիստոնեության եւ մուսուլմանության կենտրոնը Իսրայելում է։ Ничего личного։ Ես նորից եմ ասում, ես խոնարհվում եմ իրանց համառության, իրանց համբերության առաջ։
թե այ ինչպիսի գրագիտությամբ են իրանք իրենց ազգային շահերը առաջ տանում, այդտեղ է, որ մենք պիտի իրանցից օրինակ վերցնենք։ Բայց արդեն ուշ է։ Poezd ушел։ Հիմա, սիրելիներս, ուրեմն, այսինքն դա պիտի հասկանանք, չէ՞։ Հիմա տեսեք, այ հենց որ Աստծո կերպարը փորձում ենք կենտրոնացնել եւ օրինակ ունենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտնվել է այս աշխարհում, չէ՞։ Եվ դա այս պահին Հնդկաստանն է։ Հիմա ես տեխնիկական հարցեր եմ արդեն, այս շատ պրագմատիկ հարցեր եմ հիմա առաջ քաշելու։ Այ հրյան, որը ինքը այս պահին ամբողջ աշխարհում իշխանություն ունի։ Երևի կարելի է ասել, որ մոլորակի վրա չկա այդպիսի գիտական լաբորատորիա, որտեղ պարագլուխը հրեա չի։ Այսինքն ամբողջ մարդկության տաղանդը, իմաստությունը, չգիտեմ, գործունեությունը, գիտական հայտնաբերությունները ամբողջը այսպես մտնում է հրեաների մոտ։ Կրոնականությունը աշխարհում ամենահզոր կրոնականությունների կենտրոնն է։ Հիմա ես հարց եմ տալիս, այդպիսի իշխանություն ունեցող ազգը ինքը թույլ կտա, որպեսզի մարդկությունը ինքը ընդունի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բանն է, Հնդկաստանում է, չէ, թույլ կտա մի դեպքում, եթե ինքը այդ շարժումը վերցրեց բան, լիդերստվան վերցրեց իրան, ու այդ Քրիստագիտակցության հիմնարկը ինքը հիմա բացարձակապես հրեաների ձեռքն է, ինչպես եւ մնացած ամեն ինչ է այս աշխարհում։ Այդ պարագայում, այո, իրանք կարող են ընդունել Մայապուրում ահռելի մի հատ տաճար սարքեն, ինչորտեղ իրանք են այնտեղ արդեն նստած։ Իսկ եթե այնտեղ նստած լիներ հնդիկը, իրան ոչ մեկ թույլ չէր տա, որ ինքը աշխարհում տարածեր այդ գաղափարը, որ իրանց համար արդեն մեկ է, թե այդ կենտրոնը կլինի Իսրայելում, կլինի Հնդկաստանում, իրանցն է եւ վերջ։ Գումարները գնում են իրանց, մարդկային ռեսուրսը իրանցն է, այսինքն իշխանությունը, հարստությունը իրանցն է, վերջ։ Մալացի։ Ես հիմա լուրջ եմ ասում, որ ես չեմ քննադատում։ Մալացի։ Հասկանում եք, չէ՞, բայց էությունը ինքը դա է։ Մենք հիմա քննարկում ենք, ստիպված ենք մտնենք այդ դաշտ, որովհետև քննարկում ենք Աստծո կերպարը հավաքելու խնդիրը։ Հասկանում եք, այսինքն Աստվածամեժության դարաշրջանը սկսվեց, արիական կայսրությունը ինքը սկսեց փլուզվել, Իրանից սկսեցին անջատվել ուրիշ երկրներ, այդ անջատված երկրները արդեն, այսպես էլի, տրանսֆորմացիայի ենթարկեցին այն ամբողջ գաղափարախոսությունը, որը կար, որտեղ կայսրությունը ինքը պիտի փլուզվեր, եւ որպես ֆիզիկական կայսրություն, եւ որպես իդեալոգիչիսկի, չէ։ Ու ինքը սկսեց փլուզվել։ Միակ տեղը, որտեղ պահպանեցին, դա Հնդկաստանն էր։ Այն էլ դրա համար էր, որտեղ երբ որ կայսրությունը կար, կենտրոնը ֆիզիկապես այնտեղ էր։ Հասկանում եք։ Հիմա այդ տեսեք, եթե երբ որ կան ազգություններ, պետություններ, այդ շահերը, բան, ես ուզում եմ, որ մենք հասկանանք, թե ճշմարտությունը ոնց է թաղվում այդ բոլոր շահերի մեջ։ Բայց ամեն ազնվորություն, որ դրա դեմ ոչ թե պայքարել է պետք, պայքարել անիմաստ գործ է, էդի մոռացեք ընդհանրապես, պրոստը անձնավորությունը ինքը իրա համար պիտի կարողանա այսպես գլոբալ հասկանա, թե ինչ է տեղի ունենում, այդ ինչի է տենց, որ ամեն մի ազգ, ամեն մի պետություն իրան կոտորում է, որ ինքը տարբերվի, կրոնում է, սիջում են, ինչու, որտեղ դա ռեսուրս է, ռեսուրս հասկանում եք, կրքերի մեջ, կրքերի գոյավիճակի ազդեցության տակ մարդիկ պայքար են տանում ռեսուրսի համար, ազդեցության համար։ Բոլորին պետք է իշխանությունը, բոլորին պետք է ազդեցիկ լինելը։ Իսկ ինչ է նշանակում ընդունել, որ Աստված եկել էր Հնդկաստան։
Ոնց կարող է օրինակ հայը դա հանդուրժի, Աստված եթե գար կարող էր գալ միայն Հայաստան, չէ՞, նույն բանը մտածում է ամերիկացին, նույն բանը մտածում է չինացին, նույն բանը մտածում է եվրոպացին, նույն բանը մտածում է հրեան, նույն բանը մտածում է մյուսը, ամեն մեկը մտածում է, որ եթե Աստված գար, պետք է մենակ իր ազգի մեջ գար։ Հասկացաք, չէ՞, այսինքն մենք պիտի հասկանանք խնդրի բարդությունը։ Ինչու, որովհետև արդեն իսկ աստվածամերժության դարաշրջանը դա շահերի բախում է։ Ինչի համար, որովհետև ծնվում են կենդանիակներ, որոնք տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ են։ Այդ երկու գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակները իրար հանդեպ ունեն երկու տրամադրություն՝ թշնամանք կամ մրցակցություն։ Վերջ, ուրիշ ոչ մի բան, վերջնականում։ Եվ այս պայմաններում հասկանում եք, չէ՞ ինչքան բարդ է ընդհանրապես ունենալ հանդգնություն հայտարարել, որ ինչ որ մի դրա համար ասում են, չէ, դու ասում ես Կրիշնան է Աստվածը, ես էլ ասում եմ Իովան է, նա էլ ասում է, ոչ էլ Իովան է, Աստված вообще անուն չունի, մյուսն ասում է Ալլահն է, մյուսն ասում է եսի միջ է, Բուդդան է, չգիտեմ ինչ է, դե վсё, ամեն մեկս մնացինք մեր Աստծով, ազգային Աստված, աշխարհի ամենաանհետ գաղափարը։ Աստված ինքը նյութական աշխարհի բոլոր գաղափարախոսություններից վեր է, ինքը մի հատ է և բոլորինն է, չէ՞, մարդիկ ինչ են արել, հիմա դե արի այսրա դեմ, կարողացի ներկայացնես, թե Աստված որն է, իսկ արիացիները իրանք ասում են, ընկերներ ջան, այդ ճշմարտությունը հասկանալը, ինքը շատ պարզ բան է, դուք խոսում եք, որ ձերն է Աստվածը, եղավ, դուք էլ ասում եք, որ ձերն է Աստվածը, էդ էլ եղավ, են եք էլ ասում, որ դու է Աստված, էդ էլ եղավ, բոլորդ ասում եք, որ մենակ դուք գիտեք, թե Աստվածը ով է, եղավ, բոլորդ ասում եք, որ մենակ ձեր ազգային Աստվածն է, որ ամենակարևորն է, եղավ, եկեք նստենք ու քննարկենք, սա է արիացիների մոտեցումը, եկեք նստենք ու քննարկենք, թե մեզանից ով Աստծո մասին ինչ գիտի։ Կոպիտ ասած, տղա եկեք քննարկենք, ով ինչ գիտի Աստծո մասին։ Եվ եթե ինչ-որ միտեղ կպարզվի, որ ամենաբարձր գիտելիքը Աստծո մասին իրա մոտ է, ուրեմն հենց ինքը գիտի, թե Աստված ով է։ Պարզ բան է, չէ՞։ Ես եղել եմ աթեիստ։ Ինձանից ավելի աթեիստ ոչ մեկ չլիներ։ Ես եղել եմ ահավոր մսակեր և աթեիստ։ Այո, ես քրիստոնեությունը երբեք չեմ կարողացել ընդունել ըստ էության։ Երբեք չեմ կարողացել, որտեղ միշտ հասկացել եմ, ես սիստեմնի մտածող եմ, միշտ հասկացել եմ, որ այնտեղ սիստեմա չկա։ Այնտեղ չգիտես вообще, որտեղից սկսես, որտեղ դուրս գաս, որ արդյունք ստանաս։ Հենց որ ես քթել եմ այն, որտեղ որ կա սիստեմա, որտեղ ես շատ ստույգ հասկանում եմ, որտեղից պիտի սկսեմ, որտեղ որ կնոպկան պիտի սխմեմ, եթե ինչ արդյունքի համար, ես դա միանգամից ընդունել եմ։ Հասկանում եք, ու ինձ ապացուցել են, ոչ թե գլուխս լվացել են, այլ ինձ ապացուցել են, այսպես հոգևոր հեղինակությունները հենց այդ բանով էլ տարել են։ Արի մի հատ քննարկենք։ Այ Աստված էստեղ, էս է, չէ՞։ Ես միշտ օրինակներն էլ բերում եմ։ Աստված դա Օդինն է։ Նայում ես, Օդին ով է։ Ուրեմն ազնվորություն է, որը ինքը ճգնություն կատարեց և այդ ճգնության դիմաց ստացավ իմաստություն, այբուբեն, ռունաները։ Հլը հերիք չի, տենց գլխի վրա կախված, աչքն էլ զոհաբերեց։ Հասկանում, ու մարդիկ ընդհանրապես չեն նկատում, ես ինչ ասեցին, ասկանում մի աչքանի Աստված։ Ես ինչ են խոսում այս մարդիկ, ես ինչ պատկերացումներ է, եթե ինքը ճգնություն էր կատարում, ճգնության դիմաց ինչ-որ մի բան ուրիշտ է տվել, այն ուրիշը, որ տվել է իրան աչքնել հետը հանել, ինքը ավելի բարձր է։ Շատ պարզ տրամաբանություն է հասկանում եք,
Բայց մարդկանց խճճել են, չէ, այդ ամեն ինչի մեջ, այնպես, այո, վերջնական շահը եղել է դա, ամեն ազգ ունի իր աստված, լուրջ եք ասում, ոչ մեկ չի մտածում, չէ դրա մասին, ինչ նշանակում ազգային աստված, կարելի է իմանալ, ինչ է նշանակում ազգային կիսաստվածներ, ես միշտ ասում եմ, այսինքն սենց տիեզերքում, հա, գոյություն ունի, ինչ-որ կիսաստվածների մի հատ խումբ, որ ինքը սենց հատուկ ասում է, մենք մենակ հայերի կիսաստվածն ենք, վсё, հա, կամ մենք մենակ հույների կիսաստվածն ենք, վերջ, այդպիսի բան ոնց կարող է լինի, բայց անում ենք, չէ, եւ դրա հետևից գնում ենք, եւ դրա համար պատրաստ ենք մարդ սպանենք, ես ինչ դաժանություն ասես անենք, եթե մեկը հանկարծ համացակվի ասի, որ գիտես ինչ, իմ կիսաստվածն ավելի կարևոր է, քան քոնը, վայ, դավայ իրար սպանենք, միանգամից տանում են բռնության դաշտ, տեսեք, այստեղ խորտակվում է, չէ, ճշմարտությունը պարզելու ընդհանրապես բոլոր հնարավորությունները, այս ամբողջ այլանդակության մեջ, կենդանիակը պիտի կարողանա իր անձնական հոգևոր կյանքը տանի իրականության դաշտ, հա, ու հիմա հանգիստ դուք կարող եք ասեք, այդ մի հատ տենցն էլ դուք եք, ես երբեք նախապես չեմ ասել, Քրիշնան է Աստվածը եւ վերջ, ես ասել եմ դնում ենք կասկածի տակ, այսինքն գնում ենք այնպես, ինչպես որ ես ինքս եմ գնացել, դնում ենք կասկածի տակ, մեզ պիտի ապացուցեն, որ ինքն է, եթե չապացուցեցին, այո, ես վերջում կասեմ դա հնդիկների աստվածն է, դե եթե արդեն ազգային աստվածներով է, ես այո, այդտեղ իհարկե, ես ինչի պիտի խոնավեմ հնդիկների աստվածին, դուք էլ հիմա կասեի ինչ, հասկանում եք, ուրիշ խոսակցություն է, չէ՞ սկսվում, հա, եւ հիմա մենք արդեն մտնում ենք այն դաշտ, թե Բհագավատամը, այսինքն արիացիները, ես շատ տարբերում եմ, չէ՞ դա, ոչ թե հնդիկները, հասկանում եք, արիացիները սկսում են խոսել նրա մասին, թե իրանք Աստծո մասին ինչ գիտեն։ Ու Թաման ասեց, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը եկավ այս աշխարհ հենված իր յոգամայա էներգիայի վրա։ Իսկ ինչի մասին է խոսքը։ Տեսեք, գաղափարախոսությունը ինքը գնում է ասպես։ Այո, բացարձակը ինքը վերջնականում անձնավորություն է։ Եվ ինքը ունի, մենք դա արդեն շատ քննարկել ենք, հույսով եմ, որ դա անկալվել է, ունի անձնական հմայք, որի վրա մնացած բոլոր կրոնականությունները թքած ունեն, հա, այսինքն իրանց համար այնտեղ հետաքրքիր է միայն մի գաղափար, Աստված ողորմած է, վсё։ Մեր նյութական աշխարհի ապրողների հանդեպ բարի է, համբերատար է, ողորմած է, կարող է իրականացնի մեր ցանկությունները, վсё, սա է մեզ հետաքրքիր, ուրիշ ոչ բան։ Հասկանում եք։ Հիմա մեկ էլ ինչ-որ մի հատ ասեց, օթերի մեջ ասված ֆրազա, ինքը սեր է, եւ վերջ, այդ սերը ինչ է, ոչ մեկ չի հասկանում։ Հիմա, սերիներս, արիացիներ իրենք ասում են, ինքը անձնավորություն է, ունի հմայք, ունի հզորություն, եւ այդ հզորություն կոչվածը, այդ էներգիա, հա, ինքը էներգիա է, որի միջոցով գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հիմա արարում է եւ հոգեվոր աշխարհը եւ նյութականը։ Այն ինչ որ ինքը հոգեվոր աշխարհն է պահում, այդ էներգիան ինքը կոչվում է յոգամայա։ Տեսակ ասենք էլի ինչի մասն է խոսքը։ Այն ինչ որ բանի ասեք նյութական աշխարհն է պահում, այդ էներգիան ինքը կոչվում է մահամայա։ Ինչի մասին է խոսքը։ Հոգևոր աշխարհը, այդ յոգամայան, ուրեմն հոգևոր աշխարհը դա այն աշխարհն է, որտեղ բոլորիս համար ակնհայտ է, չէ, որտեղ ապրում է ինքը գերագույն Աստծո ազնվորությունը եւ արիացիները մի հատ շտկում մցրեցին եւ իր մարմնավորումները։ Այսինքն հոգևոր աշխարհը ինքը նյութական աշխարհի նման բազմազան մոլորակներ ունի։ Այդ ամեն մի մոլորակում բնակվում է գերագույն Աստծո ազնվորության ինչ որ մի հատ մարմնավորում։ Եվ այդ մոլորակի վրա ապրում են այն կենդանիակները, որոնք սիրում են հենց այդ մարմնավորմանը։ Եվ սա կոչվում է պերսոնալիզմ։
Ես հասկանում եմ, որ հիմա այդ խոսքը ինքը ձեզ համար ոչ մի բան չասեց, բայց ժամանակի ընթացքում մենք այդ խոսքը կգնահատենք։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Հիմա յոգա մայա բառերն ենք վերցնում։ Ինքը յոգա բառը նշանակում է կոպիտ ասած կապ Աստծո հետ։ Հիմա մայա նշանակում է իլյուզիա։ Գիտեք, երբ որ ես առաջի անգամ հանդիպեցի յոգա մայա մահամայա գաղափարի հետ, բարձ է, ամենասկզբում ես ոչ էլ հասկացա ինչի մասն է խոսքը, բայց երբ որ ես խորացա ու հանկարծ հասկացա, թե ինչի մասին է խոսքը, ես քիչ էր մնում հոգևոր կյանքը թողնեի։ Գիտեք ինչի, որտեղ տեսեք փիլիսոփայության տեսանկյունից ինքը ստացվում է այսպես. մայա նշանակում է իլյուզիա։ Եվ դա նշանակում է, որ եւ հոգևոր աշխարհն է հենված իլյուզիայի վրա, եւ նյութականը։ Այսինքն, կենդանի էակը կոպիտ ասած միշտ մոլորված է։ Երբ որ ես առաջի անգամ այդ գաղափարը հասկացա, ես քիչ եմ ինքնասպան լինեի։ Այսինքն ինքը այդպես էր, որ այսօր մտար տուպիկ, հա? Որովհետև մինչև այդ ես զբաղվում էի յոգայով, ես գիտեի, որ կա ազատագրման փուլ, ազատագրումը դա անկախությունն է։ Եվ որ դու ոչ մի իլյուզիա չունես։ Ոչ այնտեղ, ոչ այստեղ, ոչ մի տեղ։ Եվ հետո մեկ էլ պարզվեց, որ հոգևոր աշխարհի այն ամենաբարձր ռեգիոններում ապրող կենդանի էակները իրանք բարձրագույն հոգևոր իլյուզիայի մեջ են ապրում։ Հասկանում եք ինչի մասին, ինչ են հիմա արիացիները քննարկում մեզ հետ։ Բայց հետո երբ որ ես, այդպես չի էլի, որ տենց ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ գործողություններ կատարող եմ, առաջի բանը ինքը շատ շոկային էր ինձ համար։ Ես հասկացա, որ այսի ես չեմ ուզում։ Հետո սկսեցի փորձել մտածեմ, էլի, թե ասենք ինչ են ասում իրանք, այս գաղափարը, եթե ես ընդունում եմ, ես ինչ եմ ստանում, այսինքն ինչի համար է, որ հոգևոր աշխարհն էլ է իլյուզիայի աշխարհ։ Այդ ինչ է տալիս։ Եվ հետո արդեն երբ որ կապվեց, որ հենց իրենք արիացիները իրենք դա բացահայտորեն ասում են, որպեսի տեղի ունենա մտերմիկ հարաբերությունները Աստծո հետ։ Այո, եւ Աստված պիտի մոռանա, որ ինքը Աստված է։ Իսկ կենդանի էակը պիտի մոռանա, որ ինքը չնչին է, եւ իրանք պետք է գան հավասարության գաղափարին, որ կարողանան օրինակ լինել իրար հետ ընկերներ, չէ՞, օրինակ տեսեք, այն կարծրատիպը, որը մենք ունենք Աստծո հանդեպ, եւ մենք այս թեման քննարկել ենք, էլի, պրոստը հիմա ինքը ասեց, մենք նորից քննարկենք։ Այն կարծրատիպը, որը մենք ունենք Աստծո հանդեպ, չէ՞, որ ասենք Աստված ինքը հզոր է, որ ինքը արարիչն է, որ ինքը տեր ու տիրակալն է, ղեկավարն է, պատժողն է, պարգևողն է, էսեն է, չէ՞, մենք հասկանում ենք, այդ վիճակում կարելի է Աստծո հանդեպ ունենալ միայն ծառայողական տրամադրություններ, հա, ռուսները вообще տվել անցել են բոլոր քրիստոնյաներին, մտցրել են ռաբ բոժի։ Հասկանում եք դա հոգեբանությամբ, այդ ինչ են արել ընդհանրապես ռուսների հետ, նրանք, ովքեր որ այդտեղ այ քրիստոնեության մեջ, պրավասլավնի Ռուսաստանի կրոնականության մեջ հազարավոր տարիներ արդեն մարդը ինքը իր մասին ասում է ես ստրուկ եմ։ Հա, հասկացվեց ինչ են անում։ Իմինա ազգի հետ, պետությունը արդեն վերցրել են։ Հասկանում եք սերիներս, չէ՞, հասկանում, պետք է հասկանանք, տեսեք ինչ է կատարվում, դա ինչի մասին է խոսքը։ Եվ այո, իրանք ասում են, երկուսն էլ պիտի մոռանան։ Հիմա ինչ է, այո, գրեք ուղեղիդ մեջ տեղավորի։ Այսինքն ո՞նց Աստված պիտի մոռանա, որ ինքը Աստված է։ Այդ չի հաշվին է լինում։ Դա շատ այդ գաղափարները, իրանք հոգևոր տեսության ակադեմիան են, հասկանում եք, որ այո, իհարկե, մենք հիմա այս պահին դրա բան նրբությունները թեկուզ կարծեմ ասել եմ, բայց միևնույն է, վստահ եմ, որ ոչ հիշվել է, ոչ էլ հասկացվել։ Բայց հարցադրումները մենք պիտի հիմա շեշտենք, չէ՞, ուրեմն այ որ ինքը ասեց յոգա մայայի ազդեցության տակ ինքը հայտնվեց նյութական աշխարհում, չէ՞։
ինչու ոչ Մահամայայի, որտեղ որն է Մահամայան, այսինքն յոգա մայան դա այն էներգիան է, որը ինքը յոգա է, այսինքն ինքը Աստծո հետ կապող է, բայց իլյուզիայով, եւ իլյուզիան այդտեղ այդ դա է, որ կենդանիակը ինքը մոռանում է, եւ այդ իրավունքը իրան տալիս է Աստված, որտեղ Բhagavad Gita-ն ինքը կասի, ես եմ տալիս հիշողությունը։ Եվ դա նշանակում է, որ երբ որ ինքը, ասենց էլի, շեբեկա պիտի ասեմ, չեմ կարող չասեմ էլի, երբ որ ինքը նայում է կենդանիակին, հասկանում եք, եւ տեսնում է այդ կենդանիակի մաքրության աստիճանը, սիրո քանակը իր հանդեպ, չէ՞։ Եվ տեսնում է, որ միակ խոչընդոտը, որով այդ կենդանիակը չի կարողանում իրան թույլ տա այդ իր մեջ եղած սերը արտահայտի, դա նա է, որ ինքը հասկանում է, որ իր առաջ ով է կանգնած, այդտեղ է, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը օգտագործում է այդ իր էներգիան եւ կենդանիակը մոռանում է, որ իր առաջ հզորություն է կանգնած եւ կարողանում է սիրել այդ կենդանիակին, այդ ազնվորությանը, հասկանում եք, հոգ տանելու ցանկություն ունենալ, տարբեր տրամադրություններով, տարբեր նվիրալներ, տարբեր տրամադրություն են ունենում, չէ՞, բայց հիմա տեսեք, եթե այդ ամեն ինչի մեջ, ես որ ասում եմ ինքը հանճար է, եթե դա հորինած է, այո, համոզվեք էլի։ Եթե ասենք այդ ամեն ինչի մեջ մոռանում է միայն կենդանիակը, իսկ Աստված ինքը հիշում է, որ ինքը Աստված է, վայելքը ումը դարձավ։ Հա, այդ միանգամից հասկանում ենք, չէ՞, որ այդ դեպքում միակ վայելողը հարաբերությունները լինում է կենդանիակը։ Իսկ Աստված մնում է կենդանիակների ցանկություն կատարում։ Վայ, ոնց կարող է Աստված հիմա էլ Աստված լինի բոլոր կենդանիակների ճորտը, չէ՞։ Այդ համար տեսեք ինքը անում է հաջորդ քայլը։ Ինքը ասում է, տրամաբանությունը ինքը խոսում է նրա մասին, որովհետեւ երկուսն էլ լինեն վայելող, Աստված էլ պիտի մոռանա, որ ինքը Աստված է։ Հիմա կներեք, բայց ինքը մոռանա, որ ինքը Աստված է, դա նշանակում է ինքը կմոռանա, թե ինքը ինչ հզոր է։ Չէ՞։ Եվ իրանք առաջ են քաշում հաջորդ գաղափարը։ Մի մոռացեք, որ էներգիան գործում է ազնվորության կամքով։ Հա, եւ տեսեք, ասենք, հիմա դուք կտեսնեք, թե որտեղից են այդ սխեմաները վերցնում հոգեբանները։ Ինչ են ասում հոգեբանները։ Չէ, իրենք ասում են, իրականում դու ամեն երեկո կարող ես քեզ բան самовнушение ինքնաներշնչում կատարես, չէ՞։ Եվ եթե դու գիտես, թե դա ինչպես գրագետանես, դու գիտես, որ դու ասենք ինչ-որ մի տեխնիկայի ես դիմում, որտեղ քո ենթագիտակցությունը ինքը դա վերցնում է որպես հրաման եւ սկսում է իրականացնել։ Չէ՞։ Եվ այդտեղ դու կարող ես տրիգերներ դնես։ Այսինքն, դու կարող ես ասես, այսուհետ օրինակ, էլի օրինակ եմ բերում, որ հասկացվի, չէ՞։ Ուրեմն ես ունեմ ենթագիտակցություն, դա իմ ռեսուրսն է։ Ինքը ամեն ինչ կարող է։ Ինչ-որ ինչպես որ ասում են հոգեբանները։ Իրականում ամեն ինչ չի որ կարող է։ Հա, ենթադրենք ամեն ինչ կարող է։ Ես ունեմ այդպիսի մի հատ չքնաղ ինստրումենտ, հասկանում եք։ Ուրեմն, հիմա ես ինչ եմ անում։ Ասենք, ես ասում եմ, ամեն անգամ, երբ որ ես կհանդիպեմ, չգիտեմ, լավ ազնվորությունների, հա, դու կարող ես քեզ թույլ տաս, թուլանաս եւ վայելես այդ հարաբերությունները։ Հենց որ ինչ որ մեկի մեջ ֆիքսեցիր, նախանց, ոչ բարյացակամություն, վատ վերաբերմունք, չգիտեմ, բռնություն ես իմ հանդեպ, անմիջապես վերադարձնում ես ինձ սթափ վիճակի, որտեղ ես սկսում եմ պաշտպանվել։ Օրինակի համար եմ ասում։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն գերագույն Աստծո ազնվորության բնության մեխանիզմն է իրականում, որ դա իր էներգիան է, որտեղ էներգիային հրաման է տրված։ Ինձ մոռացնում ես, որ ես Աստված եմ, եթե շատ եմ էլի կոպտացնում, էությունը հասկանանք։ Ինձ մոռացնում ես, որ ես Աստված եմ, այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ ես գործ ունեմ մաքուր սիրո հետ։ Հենց որ ինչ-որ մեկի մեջ ֆիքսեցիր մի միլիմետրանոց տատանում դեպի էգոիզմ, անմիջապես վերադարձնում ես ինձ իմ հիշողությունը,
թե ես ով եմ։ Հասկանում եք, եւ այդտեղ է, չէ, որ ինքը սկսում է նյութական աշխարհ, ինքը հիշում է, սկսում է նյութական աշխարհ արը եւ այդ բոլորին ուղարկում է նյութական աշխարհ։ Գնացեք ձեր էգոիզմով, ոչ իմ երանությանը, այստեղ փորձեք խախտել ոչ էլ կենդանի էակների։ Մենք այստեղ մեր համար իրար սիրելով վայելում ենք մեր գոյությունը, չեք ուզում գնացեք այնտեղ ինչ ուզում եք արեք։ Շատ եմ կոպտացնում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա Ութավան ինքը ասում է, որ երբ որ Կրիշնան ինքը եկավ մեր մոլորակի վրա, ինքը եկավ հեվված Յոգամայայի հիմքի վրա։ Այ Յոգամայան ինքը դա է, որ այն բոլորը, ովքեր որ իր նվիրալներն են, իրանք պիտի հասկանային ով է եկել։ Այս սրա մասին էր։ Ութավայի այդ էլի առաջի հայացքից ինչ-որ մի հատ պարզ, բայց եւ անհասկանալի խոսք օգտագործած այդ պարզ նախադասությունը։ Հասկանում եք, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ տրամադրությամբ էր, որտեղ ինքը առաջի տեքստում ասեց նրանք, ովքեր ճիքեր չունեին գործադրած, իրանք ընդհանրապես չհասկացան ում հետ գործ ունեն։ Այդ ով է եկել, ինչի անում, ինչի համար է անում, ոչ մի բանը չհասկացան, ոչ գալուստը, ոչ ով է, ոչ ինչի համար, ոչ ինչի եկավ, ինչի գնաց, ինչ արեց։ Իսկ երբ որ ինքը ասում է Յոգամայայի հետ, Յոգամայայի ազդեցության տակ, դա միայն դա է նշանակում, որ նրանք ովքեր կապ ունեն իր հետ, իրանք իրան ճանաչեցին։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, կներեք, մնացածը արդեն կքննարկենք հաջորդ անգամ։ Ներողություն, որ դասախոսությունը երկար ստացվեց, ես հիմա փորձում եմ տեղավորվել մի ժամվա մեջ։